Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն չէ, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում։ Մեր պաշտոնական դիրքորոշումը այն է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։ Նշելով, որ հայկական իրականության մեջ հնարավոր չէ ցեղասպանությունը ժխտել եւ դա անուրանալի ճշմարտություն է, Փաշինյանը միևնույն ժամանակ հավելում է, որ պատմությունը շատ քաղաքական երևույթ է եւ դրա ընկալումն ու դրանից դասեր քաղելը եւս քաղաքական ընտրության հարց է։ Պետք է պատմության եւ իր այսօրվա միջև սահմանազատում իրականացնել։ Որևէ հեռավոր երկրի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչել ըստ Փաշինյանի ուրախացնում է հանրությանը, բայց իր կառավարությունն ընտրում է տարածաշրջանում լարում չստեղծելու ճանապարհը։ Եվ երբ որ ոգևորությունը այդ որոշումից կամ ուրախությունը մարում է, հաջորդ պահին հարց է ծագում, իսկ այդ որոշումը ինչ է մեզ տալիս մեր անմիջական միջավայրի հետ մեր հարաբերություններում։ Եվ երբ որ մենք անմիջական միջավայրում ունենում ենք լարումներ, այդ լարումները ինչքանով են նպաստում մեր երկրում, մեր տարածաշրջանում կայունությանը, խաղաղությանը եւ այլն եւ այսպես շարունակ։ Խոսելով Ադրբեջանի կողմից այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան եզրույթի կիրառման մասին, Նիկոլ Փաշինյանը նշեց, դա անընդունելի է Հայաստանի համար, քանի որ Բաքուն իբր հումանիտար հարցերի տակ քողարկում է նկրտումները Հայաստանի տարածքի մեծ մասի նկատմամբ։ Նրանք մեր երկրի ինքնիշխան տարածքի 60%-ը անվանում են Արևմտյան Ադրբեջան։ Եվ հետեւաբար նման հարցը մեզ համար քննարկելի չէ։ Իսկ ընդհանրապես եթե փախստականների թեմայի մասին ենք խոսում, ես արդեն հիշատակեցի։ Մենք նույնիսկ փաստաթուղթ ունենք Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ փախստականների վերադարձի մասին։ Տեսեք, ես մի կողմից ասում եմ, որ այս գծից Արևմտյան Ադրբեջանը էստեղ, այս կողմ Արևմտյան Ադրբեջան չկա, բայց ես հասկանում եմ, որ դա կիսատ կլինի այդ խոսույթը, եթե ես չասեմ, որ Արևմտյան Հայաստանն էլ էստեղ։ Սա ըստ էության երկու նախադասություն է, բայց սա խաղաղության մեր ընկալումն է եւ մեր պատկերացումն է։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որի մասին խոսում են թե Բաքուն, թե Անկարան, եւս Հայաստանն ընկալում է որպես տարածքային նկրտում, հայտարարեց Փաշինյանը, դարձյալ շեշտելով, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում Զանգեզուրի միջանցք արտահայտություն չկա, կա կետ տարածաշրջանի ապաշրջափակման մասին, որը ձեռնտու է նաեւ Հայաստանին, քանի որ Հայաստանն է տարածաշրջանի շրջափակված պետությունը։ Հայաստանի Հանրապետությունում դա ընկալվում է որպես տարածքային նկրտում Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ։ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման մասով Հայաստանի վարչապետը դարձյալ կրկնեց բազմիցս արած հայտարարությունները, որ կառավարությունը ջանքեր գործադրում է, սակայն դրանք հրապարակային չեն։ Իսկ Ադրբեջանն ըստ Փաշինյանի հարցն օգտագործում է էսկալացիայի համար։ Եվ ընդ որում արդեն իսկ հրապարակային հայտարարություններ խոշտանգումների մասին, արդեն իսկ վիզուալ հիմնավորումներ արգելված միջոցների մասին, որը իհարկե անհանգստացնող է եւ անընդունելի։ Իսկ Թուրքիայի հետ հարաբերություններում ըստ Փաշինյանի թեև առանց շոշափելի արդյունքների, բայց զգալի առաջընթաց կա։ Երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագետների համար սահմանը, որ պայմանավորվել էին բացել 2022-ից, թեև դեռ փակ է, բայց հիմա երկու երկրները վարչապետի խոսքով գոնե միմյանց տեսակետներին ծանոթանում են առանց միջնորդների։ Մենք նախկինում նույնիսկ զրկված են եղել միմյանց տեսակետները իրարից ճշտելու հնարավորությունից։ Թուրք լրագրողների հետ զրույցում Փաշինյանը նաև պնդեց, որ Հայաստանում Թուրքիայի նկատմամբ նեգատիվ ֆոնը փոխվել է։ Իմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ ամենաշատ տարածումն է գտել։ Դրա ապացույցը համարեց նաև անցած տարի Նյու Յորքում նախագահ Էրդողանի հետ իր հանդիպման հաղորդագրության Facebook-յան լայքերը։ Հիմա կարող է թվալ լավ Facebook-ի լայքերն են քննարկում, բայց ելի եմ ասում, մենք պետք է դինամիկայի մեջ լինենք։